Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ եւ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ եւ ուրախ եմ, որ մեր շփման ձևաչափը հենց այսօր ու այս ճեպազրույցի ֆորմատով է, խնդրեմ, հերթով ինչ հարցեր ունեք։ Տիկին Վարդապետյան, ինչու գլխավոր դատախազությունը մինչ այժմ որևիցե քրեական գործ չի հարուցել ՔՊԱ-կանների նրանց գործունեության վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, օրինակ Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան կառուցելու մի բաժնաժողովի նիստում որոշ պատգամավորների խուլիգանական վարքագծի վերաբերյալ։ Ձեր կողմից նշված մամուլի բոլոր հաղորդագրությունները քննարկման առարկա են դարձվում, գլխավոր դատախազությունը ունի գործառույթ, ոչ միայն գլխավոր դատախազությունը ունի գործառույթ, ուղարկում է իրավասու քննչական մարմին վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։ Այստեղ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը կամ քրեական վարույթ նախաձեռնելը չի կարող լինել ինքնանպատակ եւ այս մասով կխնդրեմ, եթե հարցադրումը վերաբերում է կոնկրետ հրապարակումներին, այո, բոլոր հրապարակումների մասով, որոնցում որ կա առերևույթ հանցագործության մասին հաղորդում, դրանք բոլորը ուղարկում են վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։ Եվ ես նաև տեղեկացված եմ, որ պարբերաբար հարցումներ ենք ստանում մամուլի մեր գործընկերների կողմից այս մասով եւ ձեզ ներկայացնում ենք տեղեկատվություն, որը ստանում են քննչական մարմիններից։ Օրինակ լինում են դեպքեր, երբ վարույթ չի նախաձեռնվում, որտեղ առարկվում դիցուկ բացակայում է խուլիգանական դրդումը եւ այս իրավիճակում սուբյեկտիվ կողմի բացակայության պայմանավորված այդ հանցակազմը անձին ուղղակի մեղսագրվել չի կարող։ Լեզուն կկտրեմ եւ այլն, նաեւ ոդկով հարվածելը նիստերի դալիճում, արդյոք իր մեջ չի պարունակում քրեական հանցակազմը։ Տեսեք, դուք քրեական, որ խնդրեմ մի փոքր հետ կարելի է, շնորհակալ եմ։ Քրեական չի լուսվում։ Հա, ես փորձեմ բարձր, բայց շատ լավ։ Տեսեք, քրեական վարույթների հետ կապված պետք է հասկանալ, մենք սահմանափակված ենք քրեերևական նորմով։ Այսինքն կա կոնկրետ հանցակազմը ունի հատկանիշներ։ Այլ բան է, որ արարքը, չգիտեմ, պարսավելի է կամ հանրային խոսույթի տեսանկյունից ընկալելի չէ, բայց անպայման չի, որ նման վարքագիծը լինի պարտադիր քրեերևական։ Դեռ 2012 թվականից Վճռաբեկ դատարան ունի շատ կայուն նախադեպային պրակտիկա, ինչ է նշանակում խուլիգանություն։ Եվ հստակ սահմանված է, որ խուլիգանությունը կատարվում է խուլիգանական դրդումներով, այսինքն հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Եվ միջանձնային հարաբերությունները այս խուլիգանական դրդումների մեջ պարզապես չեն տեղավորվում։ Այս առումով անընդհատ ակնկալել, որ քրեական օրենսգիրքը պետք է կարգավորի կյանքի բոլոր իրավիճակները, կարծում եմ քրեական օրենսդրության հանդեպ առնվազն անարդար է։ Ձեր կողմից նշված արտահայտությունները իրենք հանցակազմ կոնկրետ հանգամանքում չեն պարունակել։ Հակառակ դեպքում վստահեցնում եմ ձեզ, որ այդ փաստաթուղթը եւ դատախազական հսկողության է ենթարկվում, հետագայում նաեւ դատական վերահսկողության շրջանակներում ակնարկվում։ Կոնկրետ դատախազական հսկողության շրջանակներում մենք գտել ենք, որ չկան խուլիգանական դրդումներ։ Երկու պատգամավոր վիճում են, օրինակ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջադեպով Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում դուք եկաք խորհուրդ տալ։ Այդ դեպքում, եթե մեկ այլ ՔՊԱ-կան պատգամավոր նիստերի դալիճում հարվածում է մեկ այլ պատգամավորի ոտքով, դրա տարբերությունը ո՞րն է։ Դուք հիմա հատվածային եք ընտրում, ես փորձեմ ավելի ամբողջական ներկայացնել, որ ելի կարողանանք իրար հասկանալ։ Երբ ես ներկայացնում եմ միջնորդությունը ազգային ժողով, ես ինչ կարևոր հանգամանք էի օգտագործում՝ խուլիգանական դրդում։ Այս իրավիճակում բոլոր այն հանգամանքները, որոնք կապված էին անհրաժեշտ պաշտպանության հետ, եթե հետևել եք եւ հիշում եք, անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ բոլոր ներկայացված փաստարկները չէին հիմնավորվել գործի նախաքննության ընթացքում։ Հաստատվել էր խուլիգանական դրդման արկայությունը եւ դա էր պատճառը, որ վարույթ էր նախաձեռնված հենց խուլիգանության հանցակազմով։ Այստեղ շատ կարեւոր նրբություն կա սուբյեկտիվ կողմը։ Ինչ դրդմամբ, ինչ մոտիվով է կատարվում արարքը։ Եվ եթե բացակայում է խուլիգանական դրդումը, մենք տվյալ դեպքում խուլիգանության մասին ուղղակի խոսել չենք կարող։ Սահակյանն էլ ասել, որ ինքը պաշտպանվել է, երբ որ որտեղ իր մոտ շատ լավ, բայց նախաքննությունը այս իրավիճակում գնահատելով ապացույցներից, ես ներկայացրել եմ ապացույցները բավական մանրամասն, եթե հետևել եք, մենք հանգել ենք եզրահանգման, որ այստեղ չկար կարծեցյալ պաշտպանություն։ Տիկին Վարդապետյան, մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին, որին դատախազությունը էլի անհաղորդ մնաց քրեական վարույթ հարուցելու առումով,
Ալեն Սիմոնյանի բավացքի մասին է, դուք ինչ ուսումնասիրեցիք եւ ինչ բարձեցիք, արդյոք չկար այդտեղ քրեական գործ հարուցելու կամ նոր օրենսգրքով հիմա ինչպես է կոչվում այդ process-ը։ Հիմա կբարձրաբան վարույթ նախաձեռնելու, տեսեք։ Անհրաժեշտություն։ Դանիել Յոհաննիսյանը ներկայացրել էր հաղորդում հանցագործության մասին, որում շեշտադրվել էր խուլիգանության հանցակազմի առկայությունը։ Կրկին ուղարկվել էր ըստ ենթակայության քննչական մարմնին, քննարկելու արդյոք արարքում կա խուլիգանական դրդում թե ոչ։ Տվյալ իրավիճակում էլի 2012 թվականի նախադեպը հիմք ընդունելով պարզվել էր, որ գոյություն ունի միջանձնային հարաբերություն տվյալ իրավիճակում եւ արարքը չի կատարվել խուլիգանական դրդմամբ։ Բացի այդ, եթե հետևել եք, ես եթե չեմ սխալվում, հարցումել ունեինք ֆակտորից եւ պատասխանել ենք, որ նաեւ պետական պահպանության ծառայության աշխատակիցների եւ ոստիկանության աշխատակիցների մասով դատախազությունը միջնորդություններ է ուղարկել համապատասխան մարմիններ, խնդրելով քննարկել տվյալ պաշտոնատար անձանց վարքագծում կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայության կամ բացակայության հարցը։ Էլի դուք անդադ ձգտում եք բոլոր հարցերը կարգավորել քրեերևական հարաբերությունների շրջանակում, ցավոք սրտի դա կամ բարեբախտաբար դա հնարավոր չէ, որովհետեւ գոյություն ունեն կարգապահական պատասխանատվության միջոցներ, գոյություն ունի սուբյեկտիվ կողմ, որը տվյալ դեպքում հաշվի առնվել ոչ մի դեպքում։ Եվ կներեք Տիկին Վարդապետյան, հիմա եթե մի քաղաքացի թքում է մեկ այլ քաղաքացու վրա անձերից վերանալ, նրան որևէ պատիժ հասնում է։ Մենք մասնավոր մեղադրանքի ինստիտուտ, տվյալ դեպքում մեզ համար անհրաժեշտ է, որ այն անձը, ով տուժել է նման վարքագծից, ինքը գա եւ ներկայացնի հաղորդում, այսինքն տուժողի բողոք։ Սրանք կոչվում են մասնավոր հետագա։ Կներեք, բայց այս օրենքով մամուլի հրապարակումներն էլ են բավարար, չէ՞։ Ոչ, այս նախկին օրենքում էր, նոր օրենքում մենք լրացուցիչ ուսումնասիրություն ստուգողական գործողություններ ենք իրականացնում վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար, բայց միևնույնն է մենք շատ ուշադիր ենք մամուլի բոլոր հրապարակումներին, դուք էլ շատ հետևողական մեզ ուղարկում եք, չեք թվում մենք ուշադիր չլինենք։ Արդյոք դատախազությունը քննության առարկա դարձրել է Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունը 2021 թվականի հոկտեմբերի 27-ին, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում, երբ հայտարարեց, որ ինքն է հրաման տվել Սյունիքի դիրքերի զորքի հետ քաշման, ինչպես նաև մեկ այլ հայտարարություն Նիկոլ Փաշինյանի, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Դուք ինքնախոստովանական եզրույթն եք օգտագործում կենցաղային մակարդակում։ Խնդրում եմ նման տերմինաբանական շփոթներ եկեք չառաջացնենք։ Մենք ունենք հաղորդում, որի մասին ընդդիմադիր պատգամավորները նշեցին։ Հանցագործության մասին հաղորդում, որը ուղարկվել է կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում քննելու նպատակով։ Մնացած բոլոր ձևակերպումները, որոնք արվում են այդ թվում քաղաքական հարթակից, իրենք վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներ չեն։ Մենք մի քիչ ազատ ենք օգտագործում այդ տերմինները ինքնախոստովանություն կամ, չգիտեմ, հայտարարություն, որը բերում եք, կապում եք որոշակի փաստական տվյալների հետ, բայց կխնդրեմ ավելի զգույշ լինել այս ձևակերպումներում, որովհետև մարդիկ ձեզնից են ստանում առաջնային ինֆորմացիա։ Մենք ունենք, տեսեք, մենք ունենք հաղորդում հանցագործության մասին, որը կոնկրետ վարույթի շրջանակներում քննության առարկա է։ Ես արդեն պարոն Մինասյանին պատասխանեցի, որ ես հսկող դատախազը չեմ եւ չգիտեմ ինչ գործողություններ են կատարվել։ Որ հայտարարության մասին եք ասում, Սյունիքի հետ կապված, թե որ կարող էր պատերազմը կանգնեցնել։ Չէ, այ այն երկրորդ ձեր արտահայտությունն է, որ հնչեցվել է քաղաքական հարթակում, քաղաքական ձևակերպումներ մեջ, դա քրեական վարույթով առարկա չի քննության, դա քրեական վարույթի շրջանակում քննվող նյութ չի։ Ես խոսում եմ հաղորդման մասին, որը ներկայացվել էր ներողություն քրեադատավարական ընթացակարգով։ Դուք տեղյակ չեք դիմում ներկայացել են նաև զոհվածների ծնողները դեռևս Այո, եւ երկու հաղորդումն էլ գտնվում են քրեական վարույթի մեջ եւ քննության առարկա են։ Ես ներողություն եմ խնդրում, ես հսկող դատախազը չեմ եւ չեմ կարող հստակ այս բանին պատասխանել, հա, բայց 37000 վարույթ կան, բայց այդ 37000-ից ընդամենը մեկ երկուսն է Նիկոլ Փաշինյանին առնչվում։ Բայց ինձ համար միայն Նիկոլ Փաշինյանը չի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացի կա եւ որոնց իրավունքները ոչ։ Ես ուսում եմ ոչ։ Լավ, այսպես ասեմ, հա, պատերազմից հետո երկրում Հայաստանում ստեղծված իրավիճակը, որ ադրբեջանցիները զավթել են Հայաստանի սուվերեն տարածքները, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, այսպես ասեմ։ Այս ամենի մեջ առերևույթ հանցագործության տարեր նկատում եք թե ոչ, եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում, քրեական վարույթ նախաձեռնվելու է թե ոչ։ Եթե հետևել եք մեր հաղորդագրություններին, բոլորովին վերջերս տեղ
համայնքի հետ կապված այդ սահմանային ռեժիմի մասով մենք արդեն նախաձեռնված վարույթ ունենք, որը գտնվում է զինվորական դատախազության հսկողության ներքո։ Վերաբերում է ադրբեջանցիներին, ովքեր Վարույթը ներխուժել են ապօրինի, թե վարույթը չի վերաբերում անձին, վարույթը վերաբերում է փաստին։ Քրեական հետապնդումն է վերաբերում անձին։ Դեռևս այդ վարույթով չունենք քրեական հետապնդում։ Տիկին Վարդապետյան ազատ գյուղում 15 զինվոր այրվեցին եւ միջև հիմա որևիցե մեկը ոչ քրեական, ոչ իրավական պատասխանատվության չենթարկվեց, ել չեմ խոսում քաղաքականի բացառությամբ 1-2 կադրային ազատումների։ Ինչ փուլում է այս գործը։ Եթե էլի հետևել եք մեր հրապարակումներին, հավանաբար գիտեք, որ մենք կալանքի տակ գտնվող անձինք ունենք 4, եթե իմ հիշողությունից չի դավաճանում, 4 անձ, որոնց նաև մեղադրանքի առաջադրված կոնկրետ իրենց վերադրված պարտականությունները չկատարելու համար, դրանք տարբեր աստիճանի զինվորականներ են, որոնք ուղիղ պարտականություններ ունեն անվտանգության ապահովման հետ կապված եւ գործով քննությունը շարունակվում է։ Այս պահին նաև դժողի իրավահաջորդների ներկայացուցիչ եւ դժողի իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել, փորձաքննությունների հետ կապված ունենք անհամաձայնություններ, որոնք քննարկման փուլում են։ Գործը հենց ամենասկզբից գտնվել է դատախազության եւ իմ անձնական ուշադրության ներքո։ Այս առումով մենք հետեւողական ենք, քանի որ նաեւ կալանքի տակ գտնվող անձինք ունեն, որպեսզի մաքսիմալ արագ վարույթը քննվի, բայց արագությունը չի նշանակում միայն 1 վարկածի շուրջ քննություն, քանի որ մեզ անընդհատ քննադատում են, որ դուք 1 վարկած եք քննում։ Ես 1 անգամ նշել եմ կառավարության նիստում եւ նորից կկրկնեմ, որ ստուգվում են բոլոր վարկածները գործով եւ դա իհարկե որոշակի ժամանակ է պահանջում, նաեւ ծնողների կողմից առաջ քաշված վարկածներն են ստուգվում եւ ես ենթադրում եմ, որ մենք շատ ավելի կարճ ժամանակում այս վարույթը կհասցնենք ավարտել, որովհետեւ ինքը իսկապես հանրային կարեւորություն ունեցող եւ արագ պատասխաններ ակնկալող դեպքեր։ Այս գործով կապված մի հատվածություն կներեք։ Դուք կառավարության նիստում մեկ անգամ ասեցիք Նիկոլ Փաշինյանին, որ իրեն տեղեկացնում եք։ Հիմա յուրաքանչյուր զեկուցում եք։ Այո, յուրաքանչյուր վարկած առաջ գալուց հետո դուք զեկուցում եք Նիկոլ Փաշինյանին։ Ես զեկուցում եմ կառավարության նիստին։ Զեկուցել բառի, խնդրում եմ նենգափոխումը չկիրառել եւ չտրվել այդ սադրանքներին, որովհետեւ ես կարծում եմ, որ 15 զինվորի մահը եւ մահը, որը որ բոլորիս սարսափացրել էր, այո, կառավարության նիստում պիտի զեկուցվեր, որովհետեւ հանրությունը պիտի իմանա։ Ես ձեզ զեկուցում եմ։ Ոչ, ես ասացի կառավարության ներողություն, ես կառավարության նիստի ձևաչափով եմ դա զեկուցել եւ այո, զեկուցել եմ, որ 15 զինվորի մահը զեկուցման ենթակա հարց է, դա սիրողական մակարդակում զրույց չի։ Ադրբեջանցիները, երկու ադրբեջանցի Հայաստանն ուժել եւ մեկի հետ կապված նաեւ դատախազություններ հայտարարություն տարածել եւ կասկած կար նաեւ որ նա սպանել է մեղադրանք եւ ինչ հանգամանքները բարձվել է։ Երկու անձ ունենք, որոնցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան, երկրորդի վերաբերյալ դեռ քննությունը շարունակվում է, երկրորդ անձը այո մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարված սպանության մեջ։ Մենք շատ մանրամասն որքանով որ նախաքննությունը թույլ է տալիս հրապարակում ենք արել։ Եթե նկատել եք, մենք 1 օր ուշ այդ հրապարակումն իրականացրեցինք, բացատրեմ ինչու մեր պատճառը, որպեսզի շահարկումներ, որոնք որ եղել են, Իշխանական պատգամավորի հայտարարությունից հետո նոր դատախազություն անդրադարձավ։ Գործը ֆիզիկապես գտնվել է Սյունիքի մարզում եւ նախաձեռնվել է Սյունիքի մարզում։ Գործի մյուս կտորը քննվում էր ազգային անվտանգության ծառայությունում։ Գլխավոր դատախազն ունի բացառիկ իրավասություն ըստ ենթակայության, բայց հիմք ընդունելով ոչ ըստ ենթակայության, բայց հիմք ընդունելով գործի բազմակողմանիվ օբյեկտիվ քննության անհրաժեշտությունը որպես վերջին միջոց մի քննչական մարմնից գործը հանձնել մյուս քննչական մարմնի եւ ֆիզիկապես ուղղակի գործը Սյունիքից տեղափոխվել է Երևան եւ հանձնվել ազգային անվտանգության ծառայությանը իմ որոշմամբ որպես գլխավոր դատախազ եւ դա էր պատճառը, որ այս վարութային գործողություններով պայմանավորված մոտավորապես 1 օր տևեց, մինչեւ մենք կարողացանք ամբողջական տեղեկատվություն տրամադրել։ Ես արդեն ասացի, որ ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությունը մեղսագրվել անձին, մեղսագրվել է նաեւ զենքի մաքսիմումություն, մեղսագրված է ապօրինի սահմանահատում եւ զենք կրել է Հայաստանի Հանրապետության։ Այս պահին նշեմ, որ մինչ դատական վարույթում արտահանձնում չի կարելի եւ չի լինում։ Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում։ Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, եթե կոնկրետ Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ, դա Մոսկվայի կոնվենցիան է 1998 թվականի եւ Ստրասբուրգի կոնվենցիան։ Իսկ գերիների
Վերադարձի պայմանով կարող է լինել դա։ Դժվարանում եմ հարցին պատասխանել, որովհետև ես այդ հարցի հասցեատերը չեմ, ես գլխավոր դատախազն եւ Տիկին Վարդապետյան ձեր եւ դատախազության եւ քննչակամարների հարաբերությունը ինչպիսին է, որտեղ մամուլը մեկ անգամ չի գրում, որ դատախազությունն ու քննչակամարները խնդիրներ ունեն եւ դուք անձամբ դժգոհ եք իրենց աշխատանքից։ Ես անձամբ չեմ աշխատում։ Ես աշխատում եմ մի պաշտոնը եւ իմ բոլոր գործընկերների հետ մենք շատ կառուցողական եւ գործընկերային աշխատանք ենք իրականացնում, որովհետեւ դա բխում է բացառապես գործի շահից եւ այս առումով բոլոր այն ենթադրությունները, որոնք հնչում են մամուլում, ինձ մոտ ուղղակի ճիշտ ասած ժպիտ են առաջացնում։ Ես կխնդրեմ շատ լուրջ դրանց չվերաբերել բոլորի մասով, որովհետեւ արգիշտիկ հերմենտ, որովհետեւ ես շատ բարի դրացիական հարաբերություններ ունեմ իմ գործընկերների հետ եւ շատ կոնստրուկտիվ ու կառուցողական գործընկերներ Ալեստյանին խոշտանգման մասին էր եղել հայտարարություն հանրային ձայն կուսակցության, այս մասով ինչ կա։ Պատասխանելով էլի Արծվիկ Մինասյանի հարցին, ես նշեցի, որ մենք ստացել ենք հաղորդում հանցագործության մասին, որն ուղարկվել է ըստ ենթակայության քննչական մարմնին, տվյալ դեպքում ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունն է հասցեատել։ Վերջին ապօրինի, եթե կարելի է 3 հարց ձևակերպեմ, ապօրինի գույքի այս ցանկից Հովիկ Աբրահամյանի տներից մեկը մոնումենտի չկա այդ ցանկում, Տարոն Մարգարյանի գույքերի ուսումնասիրության հետ կապված մի բավական մեծ հատված հրապարակում եղավ այդ մասին, չկար ձեր հրապարակման մեջ, ինչով են սրանք պայմանավորված, արդյոք գործող իշխանությունները նախկին այս պաշտոնյաների հետ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում, երկրորդ հարցը Տիկին Վարդապետյան, երբ դուք պրոցես եք նախաձեռնում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ կապված այս Սիլ Պլազայի այս սեփականության հարցով, այո, արդյոք դուք այս պրոցեսը նախաձեռնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում ունեցել եք թե ոչ, եւ առհասարակ, եթե տվյալ իրավական պրոցեսը առնչվում է իշխող ուժի որևէ ներկայացուցչի, դուք այդ մասով քննարկում ունենում եք Նիկոլ Փաշինյանի հետ թե ոչ, եւ երրորդ հարցը, այս արդեն 3-ն է, բայց երրորդ հարցը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եւ պաշտպանության նախկին պաշտպանության գործող նախարարի տների ձեռքբերման հետ կապված մամուլում հրապարակումներ եղան, այնտեղ կոռուպցիոն ամեն դեպքում կոռուպցիոն բնույթի, այսպես ենթադրություններ կային, դուք ուսումնասիրեցիք եւ որոշեցիք, որ քրեական բարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, ոնց էիք ուսումնասիրել։ Շատ մեծ ստացվեց այս պատմությունը։ Հերթով վերջից կամ եթե կմոռանամ հարցը ինձ հուշեք։ Ուրեմն նշեցի, որ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով մենք ուղարկում ենք համապատասխան քննչական մարմին։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երկու հրապարակումներում էլ ենթադրությունների բավական ցածր շեմ էր, գլխավոր դատախազությունից երկու հրապարակումն էլ ուղարկվեց օպերատիվ մարմնին ստուգման, նպատակ ունենալով վերհանել որևէ հանգամանք, որևէ տվյալ, որը վարույթ նախաձեռնելու հիմք կտար տվյալ իրավիճակում, բայց այդ հանգամանքները պարզապես չհաստատվեցին։ Սա գլխավոր դատախազության լիազորությունների շրջանակում իրականացված գործառույթ է, ուղղակի նորից կրկնեմ, մենք վարույթ չենք նախաձեռնում, մենք քրեական հետապնդում ենք հարուցում արդեն նախաձեռնված վարույթի շրջանակներում, իսկ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած ենթադրությունները պարզապես չհաստատվեցին։ Ինչ վերաբերում է Արամի 3 եւ 5-ին, օպերատիվ ստուգման հաստատվեցին, այսինքն երբ որ օրինակ կադաստրային գործի ուսումնասիրությամբ պարզվեց, որ մեկ այլ փաստաթուղթ կա, դիցուկ, հա, հիմա կոնկրետ իրավիճակ ինչ ասեմ, կամ մեկ այլ փաստաթղթային եթե դուք կարծում եք, որ ես անգիր հիշում եմ բոլոր փաստերը, գերագնահատում եք իմ հիշողությունը, փաստերը, որոնք որ օպերատիվ մարմին ուսումնասիրում է, դա բամբասանք չի, այսինքն որ ասում ենք օպերատիվ, խնդրում եմ չպատկերացնել, որ գնում ինչ որ մարդկանց հարցուփորձ են անում։ Օպերատիվ աշխատանք ասելով նկատի ունենք ստուգողական աշխատանքները, որոնք իրականացվում են օրինակ փաստաթղթերի հետ աշխատանքի ձևաչափով կամ որոշակի տվյալներ վերհանելու եւ ստուգելու պայմանագրերը ստուգելու ձևաչափով եւ այն հանգամանքները, որոնք վեր էր հանվել հրապարակման մեջ, պարզապես չհաստատվեց այդ ստուգողական գործողությունների արդյունքում։ Փաստաթղթեր են տրամադրել։ Չէ, մեզ չէ, օպերատիվ մարմին։ Դրա համար որպեսզի որևէ միջամտություն բացառվի, տալիս ենք օպերատիվ մարմին, որը գաղտնիության ռեժիմի շրջանակներում քննարկում է։ Գիտեք, մենք օպերատիվ մարմին ունենք, ինչպես հակակոռուպցիոն, չէ։ Ցավոք սրտի դատախազությունը չունի ոչ օպերատիվ մարմին, ոչ քննչական մարմին իր ուղիղ ենթակայության տակ։ Օպերատիվ մարմիններ ունեն հակակոռուպցիոն կոմիտեն, ունի ազգային անվտանգության ծառայությունը, ունի ներքին գործերի նախարարությունը, եւ այս մասով մենք ուղարկել էինք օպերատիվ մարմին, ոչ այն մարմիններին, որտեղ որ անձինք պաշտոնավարում են, որպեսզի կարողանանք ստանալ հաստատում կամ հերքում։
Տվյալ դեպքում ստացվել էր հերքում եւ վարույթ չէր նախաձեռնվել, որը ելի ստուգման էր ենթարկվել դատախազության կողմից։ Ինչ վերաբերում է Արամի 3 եւ 5 հասցեներին, ապա ես դες ուզում եմ հիշեցնել, որ դա հետքի հրապարակման հիման վրա կատարված ուսումնասիրություն էր պետշահերի վարչությունում, դա մինչև իմ գլխավոր դատախազն տրվելն էր գլխավոր դատախազությունում իրականացվել եւ արդյունքում հայցը պետշահերի պաշտպանության հայցը ներկայացվեց իմ պաշտոնավարման օրոք, ոչ չեմ քննարկել, որովհետեւ տվյալ դեպքում, եթե չեմ սխալվում, Տիրար Մուրադյանի կողմից իրականացված լրագրողական հետաքննությունը բավական տվյալներ էր տվել պետշահերին, նաեւ պետական շահերի պաշտպանության վարչության դատախազն ուսումնասիրել էր եւ կադաստրային գործերը եւ բոլոր փաստաթղթերը, որոնք որ անհրաժեշտ են, եւ գտել էր, որ վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետեւ օտարումը իրավաչափ չէր։ Չեք քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ առհասարակ, ոչ չեմ քննարկել ներկայացուցիչի առընթացը։ Ոչ չեմ քննարկել։ Եք որոշում կայացնում։ Ես ինքնուրույն որոշում եմ կայացնում, բայց ոչ կամայական։ Այսինքն յուրաքանչյուր որոշում, որը կայացվում է իմ կողմից, իր հիմքում ունի ինստիտուտական կարգավորում, որովհետև դա իմ միաժամանակ ուժեղ կողմն է եւ հնարավորություն է տալիս ինձ, օրինակ ձեզ, բացատրելու, թե ինչի ես կոնկրետ դեպքում վարույթ չեմ նախաձեռնել եւ ինչի եմ կոնկրետ դեպքում վարույթ նախաձեռնել։ Լրացուցիչ հաստատում իմ կատարած աշխատանքի ես կարիքը չեմ տեսնում, որտեղ օրենքը արդեն այդ լիազորությունները ինձ որպես գլխավոր դատախազ տվել է։ Մի հարցներ։ Հա, ապօրինի գույքի Հովիկ Աբրահամյանով եւ Տարոն Մարգարյանի։ Տարոն Մարգարյանի հետ կապված ուսումնասիրության հիմքերը երբ որ վերհանեցինք, այդ հրապարակումից հետո հետքի իսկապես այդտեղ բաց թողում ունեինք եւ այս մասով մենք աշխատանք ենք իրականացրել լրացնելու այդ բացը, որովհետև այն տվյալները, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման վարչությունը ստացել էր օպերատիվ մարմնից, իսկ գիտեք, որ ուսումնասիրություն սկսելու հիմք է նաև օպերատիվ մարմնից ստացված տվյալը, չէին ներառնում այդ գույքերը, որը որ հետագայում հետքը բացահայտել էր։ Մենք ունենք մի իրավիճակ էլի հետքի հետ կապված արդեն Բեգլարյան Գագիկի գույքերի մասով, որոնք որ Արաբական Միացյալ Էմիրություններում են եւ Դուբայում են մասնավորապես եւ էլի մեր վարույթում չկային մի պարզ պատճառով, որովհետեւ իրավական օգնության շրջանակներում մենք Դուբայից չէինք ստացել այդ գույքերի վերաբերյալ տվյալները Հովիկ Աբրահամյանի մասով։ Այստեղ մենք եթե հետևել եք լրատվությանը եւ գիտեք, այնտեղ գույքի օտարման գործընթաց կա, որը եւս քննության առարկա դարձավ։ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասով առանձնատան գնի չափով պահանջ կա Հովիկ Աբրահամյանից, ոչ թե բուն առանձնատունը, այլ այդ առանձնատան արժեքի չափով իրեն պայմանավորվածություն չկա իշխանությունների եւ նախկին պաշտոնյաների։ Չէ, չկա, հակառակ դեպքում ինձ կոնկրետ այսքան չէին քննադատի եւ ապօրինի գույքով եւ պետշահերով։ Լիներ չէի կասելու կա։ Տիկին Վստահաբար Նարեկ ջան, եթե լիներ, ես այստեղ կանգնած չէի կասել։ Տիկին Վարդապետյան, ձեր ընկերուհուն հակասություն կա ձեր աշխատանքում եւ գլխավոր դատախազության գործունեությունում։ Երբ որ գլխավոր դատախազությանը հարցում են կանոն, թե օրինակ Ռոբերտ Քոչարյանը, տղաները, կինը, հարսը եւ այլ հարազատներ ասում եք, որ չեն բացահայտել։ Չէ, դու առաջին գրությամբ դատախազությունը պատասխանում է ոչ, չեն անցնում։ Այդ գրությունից ներողություն, այդ գրությունից կարճ ժամանակ անց, երբ որ երկրորդ անգամ է Factor TV-ին հարցում անում, արդեն ասում է, որ չենք պատասխանի եւ հետո դուք եք նաեւ ԱԺ-ին հայտարարում։ Ինչ փոխվեց այդ 20 օրվա ընթացքում, որ գլխավոր դատախազությունը հստակ ասում էր, որ չի անցնում Քոչարյանն իր ազգոտակով, իսկ հիմա ասում է, որ դա գաղտնիք է։ Նարեկ ջան, ոչ թե տեսեք, ես չգիտեմ դա ինչ հարցման պատասխան է, Անդրեսյանն երևի կուշի, հա, ունենք ինչ-որ տենց սխալմունք ունեցել ենք, չի բացառվում մեծ համակարգի պայմաններում, բայց դուք վստահ եք, որ դա սխալմունք է, թե վստահ եմ, որովհետև ես կառավարական թիվ 1 շենքից ոչ, կառավարական թիվ 1 շենքից մեզ չեն հուշում, մենք որպես գլխավոր դատախազություն եւ ես որպես Հայաստանի քաղաքացի, ես որպես իրավաբան գիտեմ իմ լիազորությունների շրջանակ, հիմա թույլ տվեք ես։ Եվ ձեր ընկերուհուն ինչպես ստացվեց, որ ձեր ընկերուհին դարձավ մի Չհստակեցրեցիք, ինչու չի ասվում, որովհետև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքը ուղղակի թույլ չի տալիս ուսումնասիրության վերաբերյալ որևէ հրապարակում չի տալիս։ Ինչի՞ չէ, նշեցի արդեն, որ հավանաբար տեղեր ունեցել սխալմունք, ու եթե ձեզ նման պատասխան է տրվել, որովհետև մենք որևէ տվյալ ուսումնասիրության ընթացքի վերաբերյալ պարզապես չենք տալի, մեզ օրենքը արգելում է եւ ես ազգային ժողովի դահլիճում բացատրեցի ինչու, որպեսզի պաշտպանի գույքը, որպեսզի մենք կարողանանք հաջողությամբ հայց ներկայացնել։ Հայաստանի սահմանից չէ։ Դուք ուսումնասիրում եք մամուլի այն հրապարակումները, որ Քոչարյանն ու Փաշինյանը պայմանավորվածության են եկել, որ չպետք է օրինակ Քոչարյանը
Բաղդասարյանի ունեցվածքին ձեռք տալ եւ դա վերադարձնել պետությանը։ Մենք բոլոր հրապարակումներ ուսումնասիրում Եվ ինչ եք բարձր այդ մասով։ Եթե տեղյակ եք, ես ունեմ խորհրդական նույնիսկ ով համակարգում այդ աշխատանքը, բայց արդեն, չգիտեմ, ոչ իրավական հարցերին ես չեմ ուզում պատասխանել։ Կանցնի ժամանակ մեր ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակենք, կտեսնենք։ Քանի որ գոհ է ձեր աշխատանքից, նախորդ դատախազի հետ կապված, նախորդ դատախազի հետ կապված, ասում եք, որ քննեցնում եք գործը եւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Ես շնորհակալ եմ բոլորին, այսօր ավարտին։ Շնորհակալ եմ բոլորին։